Աստվածաշնչյան դատարան, նախ առաջ ինչպես ընդդեմ նախկինի մեկ բաժին ընդունում ենք Միքայել Սրբազանը անմեղ է։ Իհարկե դատարանը արդեն նեղադրական վերդիկտ է կայացրել եւ այս տեսակետից իր դիրքորոշումը հայտնել է, որը մեզ համար սկզբանե պարզ էր։ Եվ մեզ համար պարզ էր նաեւ, որ մեղադրողը ազատազրկվում է պահանջելու 2 տարի 6 ամիս, դատարանն հետո երևի 2 տարի կնշանակի այսպես հոգատարություն ցույց տալով կամ դատախազի ասածը կհաստատի, դա նախատեսել է Աստվածաշնչյան դատարան։ Մենք այս դատարանում ցավոք արդարադատության զգացում չունեցանք։ Նույնիսկ պարզունակ հարցերում պարզունակ դա չունեցանք։ Հիմա ուզում եմ տեղեկացնել, որ Միքայել Սրբազանի հորդորով եւ թելադրանքով մենք նրա անձը բնութագրող նմանատիպ փաստաթղթեր եւ դիրքորոշումներ չենք հայտնել, չենք ներկայացնում, որտեղ Միքայել Սրբազանը գտնում է, որ անարդար իր նկատմամբ քերական հետապնդում է իրականացնում։ Ես ուղղակի բաժի հետ կապված հարցով իմ գործընկերը կներկայացնի դիրքորոշում, ես ուղղակի անձը բնութագրող հանգամանքների շրջանակում ուզում եմ մեկ գրություն ներկայացնել, որը իհարկե Սրբազանի համար էր նորություն լինելու 65 երեխաների նամակը ուղղված Սրբազանին, կարճ նամակի ես դրանցրեցեմ եւ ներկայացնեմ գործին գծելու համար։ Գերաշնորհ Սրբազան հայր, սիրելի Սրբազան, գրում են ձեզ ձեր երեխաները հայկական զարկանախշեր պարային ամուտի սաներ են։ Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել, ձեր հետ միասին։ Համույթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն են եղել, համույթ, որի 25 ամյակը լրանում են այս տարվա օկտեմբերի 1-ին։ Մեր բոլորի ցանկությունն է, որ մեր Սրբազանը ներկա լինի այս տոնում, քանի որ առանց ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք հետաձգել եւ սպասել ձեր վերադարձին եւ կսպասենք ինչքան լինի հարկավոր։ Ամեն մեկ պարապմունքից առաջ միասնական աղոթում ենք ձեզ համար։ Աստվածօգնական Սրբազան հայր, որդիական սիրով հայկական զարկանախշեր պարային համույթի սաներ։ Եվ 65 երեխաների անուններն են ստորագրությունները երեխաներ կան չեն կարող ստորագրել իրենց անուններն են։ Անկամ սա փոխանցել։ Իմ գործընկերը բաժին մասով իր դիրքորոշում